Լեզուն կտրած ծիտը։ Վաղուց պատահած բան է, ասում են մի չար պառավ ուզում է ճերմակեղեն օսլայել և մի քիչ օսլա է դնում մամանի մեջ։ Հարևանի ձեռնասովոր ծիտը գնում է, օսլան կծահարում, պառավը վրա է հասնում։ Այ դու անպիտան արարած։ Բարկանում է վրան ու բռնում լեզուն կտրում է։ Ծիտիկը թռչում է գնում։ Հարևանուհին լսում է, որ իր սիրելի ծիտիկի լեզուն կտրել են։ Սաստիկ վշտանում է, վեր է կենում, իր մարդու հետ ճամփա է ընկնում, սարուձոր կտրում, որ իմանա, թե որ կողմը թռավ իր ծիտիկը։ Մարդու կնիկ գնում են ու ձայն տալիս։ Որտեղ է լեզու կտրածիտը, որտեղ է լեզու կտրածիտը կենում։ Վերջապես գտնում են ծիտիկի տունը։ Ծիտիկը, որ տեսնում է իր հին տերն ու տիրուհին իրեն տեսակցության են եկել, ուրախանում, աշխարհով մեկ է լինում։ Ներս է հրավիրում, շնորհակալություն է հայտնում, առաջվա տեսած լավությունների համար պատիվ տալիս։ Սեղան է բացում, այնքան ձուկ ու գինի է լցնում, որ էլ դատարկ տեղ չի մնում։ Կինը, որդիներն ու թոռներն էլ ոտի վրա ծառայում են։ Վերջը ինքն էլ բաժակը մի կողմ է շպրտում ու վեր կենում ծտավարի պար գալիս։ Ու այսպես ուրախ անց են կացնում ամբողջ օրը։ Իրիկունը, որ ընկնում է, պառավները խոսք են բացում, թե իրենց տուն գնալու ժամանակն է։ Այստեղ ծիտիկը գնում է, երկու ուռի զամբյուղ է բերում, ասում է. Այս երկու զամբյուղը, մեկը ծանր, մեկը թեթև, որը կուզեք կվերցնեք։ Մենք պառավ մարդիկ ենք։ Բեր ավելի լավ է թեթևը տուր, շատ հեշտ կտանենք։ Ծանրն ինչ ենք անում։ Առնում են թեթև զամբյուղն ու վերադառնում տուն։ Տանը ասում են. Բեր մի բաց անենք, տեսնենք ինչ է մեջը։ Բաց են անում, ինչ են տեսնում, էլ ոսկի, էլ արծաթ, էլ անգին քար, էլ թոփերով մետակ սեղեն, են տեսակ մի բան, որ իրենց օրում իսկի մտքներով էլ չէր անցկացրել։ Քանի հանում են, այնքան ավելի է շատանում մեջը, անverջ անհատնում, ու միանգամից հարստանում են։ Սա լսում է ծիտիկի լեզուն կտրող չար պառավը, նախանձում է հարևանների բախտին, հարց ու փորձ է անում, թե որտեղ է կենում լեզուն կտրած ծիտիկը, տեղն ու ճամփեն սովորում է։ Ես կերթամ ծիտիկի մոտ։ Ասում է ու ճամփա ընկնում, գնում է, գտնում։ Դարձյալ ծիտիկը երկու զամբյուղ է բերում ու ասում. Ահա երկու զամբյուղ, մեկը թեթև, մեկը ծանր, որը ուզում եք վերցրեք։ Պառավը միտք է անում, որ միջիգանձն ինչքան շատ լինի, զամբյուղն էլ այնքան ծանր կլինի։ Ասում է բեր ծանր զամբյուղը տուր ինձ։ Շալակում է ծանր զամբյուղն ու ճամփա ընկնում դեպի տուն։ Զամբյուղը քարի պես ծանր է լինում, տանելը դժվար։ Տնկտնքալով մի կերպ տանում է։ Ծիտիկները հետևից մտիկ են անում ու ծիծաղում։ Տանում է տուն։ Տանում է ագահ-ագահ բաց է անում։ Բաց է անում, թե չէ, աղմուկով դուրս են թափվում այլանդակ, անճոռնի չար հոգիները, տեղն ու տեղը խեղդում են չար պառավին։